Երբ ես ծնվել եմ, Խորհրդային Միության ղեկավար այն ժամանակ Լեոնիդ Բրեժնևն է եղել։ Լեոնիդ Բրեժնև, Միխայել Գորբաչով նորընտիր խորհրդարանում նիստը հեռվից է սկսվել հեռավոր ժամանակներից։ Ընդդիմադիրներն ու իշխանականները դեռևս ծանոթանում են իրար հետ, թեպետ նիստի օրակարգով պետք է քննարկեն ԿՊԱ-կան Վահագն Ալեքսանյանի ազգային ժողովի դահլիճից նախագահություն բարձրանալու հարցը։ Նա խորհրդարանի փոխխոսնակի իշխանական խմբակցության երկրորդ թեկնածուն է։ Ընդդիմությունից էլ հետաքրքրվում են 1993-ին է ծնվել, ինչպես է հիշում բոլոր այն իր իսկ ձևակերպամբ հաստավիզ տղամարդկանց, որոնք սրճարաններում նստած 90-ականներին վախի մթնոլորտ էին գեներացնում։ Առհասարակ լավ չի նայվում մեղմ ասած, օրինակ երբ մարդը եղել ասենք 8 տարեկան կարծիք հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, Ռոբերտ Քոչարյանի մասին, Սերժ Սարգսյանի մասին, նաև ասենք այսօրվա 4 տարեկան երեխան, եթե ասենք 15 տարի հետո կարծիք հայտնի Նիկոլ Փաշինյանի մասին, մեղմ ասած տարօրինակ կթվա։ Հիմա ճիշտ եմ հասկանում, պարոն Ալեքսանյան, որ դուք 3-4 տարեկանում մտել եք սրճարան, ինչ որ հաստավի զախրանիկներ են եղել եւ սեփական պատկերացում եք ձևավորել։ Օրվա սկզբին իշխանությունից առայժմ միայն արձանագրում են, որ ընդդիմադիրներն ընդունել են իրենց բարեկիրթ մթնոլորտում աշխատելու առաջարկը։ Ողջունում եմ այդ ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր որ պահպանում են այս պայմանավորվածությունը, իսկ այն պատգամավորները, ովքեր որ չեն պահում կամ առնվազն այս պահին չեն ցանկանում պահել այդ պայմանավորվածությունը, կխնդրեմ խմբակցությունների ղեկավարներին հորդորել եւս մեկ անգամ կոչ անել առնվազն վերադառնալ զրոական կետի։ Ընդդիմությունից հակադարձում են բարեկրթությունն իրենց բնորոշ հատկանիշ է, իսկ որն է նույն բարեկրթության ԿՊ ստանդարտները, հարցնում է ընդդիմադիր պատգամավորը։ Ձեզ հիշեցնեմ էլի, վերջին 8-9 տարիների ընթացքում դուք եք իշխանության։ Այդ հիմնական խնդիրները դուք եք ստեղծում, լուծումներ տալու փոխարեն։ Շնորհակալություն։ Ընդդիմադիրների ծափողջյունները վարակում են նաև իշխանականներին, Արայիկ Հարությունյանն է միանում։ Վերադառնալով բուն օրակարգին ինքը ազգային ժողովի փոխնախագահի իշխանական թեկնածու Ալեքսանյանը շնորհակալ է կուսակիցների ջերմ խոսքերի ընդդիմադիրներին քննադատության համար։ Ընդդիմությունից արձագանքում է միայն Հայաստան խմբակցությանը։ Նախորդին այս քաղաքական թիմից հարց էին օթում կախել։ ԿՊ-ն արդեն 8 տարի իշխանության ղեկին է, ուրեմն ինչու բոլոր նրանք, ովքեր ըստ իշխանականների քանցագործներ են, ճաղերի հետևում չեն։ Ալեքսանյանը պնդեց առավել քան երբևէ կիսում է ընդդիմադիրների տեսակետները, կոչ եղեց նաև դատաիրավական համակարգին հասցեագրել հարցերը։ Արեք հետևություններ երկու ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունից։ Մինչև օրվա գլխավոր քվեարկությանը հասնելը նորընտիր պատգամավորներն այնուամենայնիվ չպահեցին բարեկրթության բարձր նշաձողը։ Ամբիոնից տեղից չէին վարանում իրար վիրավորել։ Մթնոլորտը շիկացավ, բայց այս անգամ գործը ձեռնամարտին չհասավ։ Բավարարվեցին միայն լեզվամարտով այստեղ նիստերի դահլիճում, ապա ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը ազգային ժողովի նախագահի հետ փակ գաղտնի քվեարկության նախասրահում։ Ուր ենք հասնելու սենց։ Մեզ հաճելի չէ այս process-ը։ Ընդդիմություն իշխանությունն առաջին հաշիվը պարզվեց, բանավեճը սպառվեց։ Բուն օրակարգով պատգամավորները հետ են եկել դահլիճ իմանալու, որ ինչպես Ռուբինյանի, այնպես Կոնջորյանի դեպքում բացառապես ԿՊ-ի ձայներով Վահագն Ալեքսանյանը նոր խորհրդարանի երկրորդ փոխոսնակն է։ Հերթը նախագահությունում ընդդիմության տեղինն է։ Ուժեղ Հայաստանի թեկնածուն Արամ Վարդևանյանն է, ընդդիմադիր մյուս խմբակցությունը Հայաստանը թեկնածու չի առաջադրում։ Կաջակցեն Վարդևանյանին, ինչ որոշում ունի ԿՊ-ն, խմբակցությունից դեռ չեն հայտնել։ Ըստ մամուլի, սակայն իշխող կուսակցությունում քաղաքական որոշում կա քվեարկել Վարդևանյանի օգտին։ Խորհրդայնացումից ի վեր Բաքուն մշտապես փորձել է այս կամ այլ կերպ մեծացնել սեփական իշխանության ազդեցությունը Նախիջևանում։ Հիմա արդեն հայկական հողը, որ ինքնավար հանրապետության կարգավիճակում Ադրբեջանի տարածքում է, գրեթե ամբողջությամբ կորցնում է ինքնուրույնությունը։ Վերջին փոփոխություններով Բաքուն խստացնում է իր վերահսկողությունը Նախիջևանի կառավարման նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի կողմից նշանակվող լիազոր ներկայացուցչության ինստիտուտը դառնում է շրջանի կառավարման առանցքային օղակը։ Անմիջականորեն կապելով Նախիջևանի վարչական համակարգը երկրի կենտրոնական իշխանության հետ։ Փորձագետների գնահատմամբ սա երկարաժամկետ գործընթաց է, որի բուն նպատակը վերջնարդյունքում կառավարման առանձնացված մեխանիզմների վերացումն է։
Հիմա երբ Ադրբեջանը մեծ հաշվով լուծել է կամ կարծում է, որ լուծել է Արցախի հարցը, որտեղ այլևս չկա առանձին կարգավիճակ, որը ամբողջովին ենթարկվում է կամ տոտալ վերահսկման ներքո է գտնվում կենտրոնական իշխանությունների, հիմա ըստ երևույթին Բաքվում կարծում են, որ ժամանակն է եկել նաև Նախիջևանի խնդիրը լուծել, նաև ապագայում, այսպես ասենք, ապահովագրելով իրենց այս կամ այն հնարավոր անջատողական կամ այլ տիպի գործողություններից։ Նախիջևանի կարևորությունը Բաքվի բռնապետական իշխանությունների աչքին ընդգծվում է տարածաշրջանային զարգացումների հետնապատկերում, մասնավորապես Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, անվտանգության ճարտարապետության վերաձևակերպման եւ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում փաստացի Բաքուն հենց այս ժամանակահատվածում է կենտրոնանում ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածքի նկատմամբ առավել խիստ վերահսկողություն հաստատելու նպատակի վրա։ Ավելին, Իրանի հետ սահմանին անցնող հայ-ամերիկյան ճանապարհը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի պատվին կոչված խաղաղության ու բարգավաճման թրիփ ուղին Հայաստան-Ադրբեջան նախախաղաղության Ամերիկայի գագաթնաժողովում ստեղծվեց հենց ապահովելու ադրբեջանցիների անխոչնդոտ անցուդարձը Նախիջևանից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը, երբ Բաքուն բարբերաբար այսպես կիրառում է, այդ թվում նաև թրիփը, իր կենտրոնական նպատակն այն է, որպեսզի ամբողջ տարածքը, որոնք գտնվում են միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի Հանրապետության կազմում, լինի այսպես միահյուսված ադրբեջանական ամբողջ տարածքի հետ եւ չլինեն այսպես առանձնացված կամ ստրուկտուրալ կառուցվածքներ, ինչպիսին էր Նախիջևանը։ Այս գործընթացը ըստ ամենայնի դեռևս ավարտված չէ եւ Նախիջևանի կառավարման համակարգում փոփոխություններն ըստ մասնագետների տարածաշրջանային քաղաքական զարգացումներին զուգահեռ դեռ շարունակվելու են։ Միաժամանակ փորձագետ վերլուծաբանները նշում են, որ դրանք կարող են նոր շեշտեր դնել Հարավային Կովկասի հաղորդակցային թար նախագծերի վրա։ Թուրքիայի եւ Ադրբեջանի փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար համատեղ հայտ է ներկայացվել։ Հայտի ճակատագիրը որոշվելու է այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Սիամեն քաղաքում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում։ Սա սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ձեռնարկված առաջին դեպքը չէ։ Նմանատիպ քայլեր նախկինում եւս եղել են։ Վերջին տարիներին հատկապես թե Թուրքիան, թե Ադրբեջանը բարբերաբար դիմում են միջազգային հարթակներին մշակութային տարբեր տարեր ազգային ժառանգության մաս ճանաչելու պահանջով։ Հիշատակված ցանկում ընդգրկվել են ինչպես խոհարարական ավանդույթներին, այնպես էլ երաժշտությանը, արհեստներին եւ ժողովրդական մշակույթին վերաբերող պահանջներ։ Մասնագետների կարծիքով նման գործընթացներում առաջնայինը միայն մշակութային բաղադրիչը չէ, նմանատիպ ձեռնարկները նաեւ քաղաքական եւ դիվանագիտական ենթատեքստ ու նշանակություն ունեն։ Ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցումը բարձրացնում է երկրի ճանաչելիությունը, նպաստում զբոսաշրջության զարգացմանը, նաև ուժեղացնում միջազգային մշակութային ազդեցությունը։ Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում թեևս տարածված է որոշակի առումով եւ ցեղասպանությունից հետո աշխարհասփյուր հայությունը տարբեր բնակավայրերից հատկապես Արևմտյան Հայաստանի այդ տեսակը պահպանում են եւ իրենց իհարկե տարածաշրջանին համապատասխանող այդ բաղադրոտնցերով մինչ օրս գերդաստաններում պատրաստում են։ Մասնագետները ընդգծում են բազմաթիվ ուտեստներ եւ ավանդույթներ դարերի ընթացքում տարածում են գտել նաեւ տարածաշրջանի հարևան ժողովուրդների շրջանում։ Հետևաբար այս կամ այն միավորի մեր երկրի բացառիկ սեփականություն համարելը պատմականորեն հիմնավորված չէ, սակայն դա ամենևին էլ չի ներկայացնում, որ պետությունները չպետք է ներկայացնեն իրենց ավանդույթներն ու փաստագրեն դրանց պատմությունը։ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը մեկն է յուրացնելով տարածաշրջանի տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները, նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքները դրա հիմքի վրա սեփական իբր մշակույթը ձևավորելն է։ Քանի որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը արհեստակին ձևավորված կազմավորումներ են, իրենք խնդիր ունեն այդ իբր տարածաշրջանում իրենց բնիկությունը ապացուցելու։ Փորձագետները նշում են նմանատիպ նախաձեռնություններին միայն արձագանքելը բավարար չէ, անհրաժեշտ է համակարգված աշխատանք ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության, փաստաթղթավորման եւ միջազգային կառույցներում ներկայացման ուղղությամբ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ոչ թե նկատելիորեն ուշացած հետին թվով արձագանքել այս օրինակ փորձերին, այլև նախաձեռնող լինել մշակութային դիվանագիտության ոլորտում։ Մասնագետների դիտարկման փախլավայի շուրջ քննարկումը հերթական անգամ վկայում է, որ մշակութային ժառանգության համար պայքարը վաղուց միայն պատմության կամ
խոհանոցի մասին չէ, այն նաև պետությունների միջև հեղինակության, մշակութային ինքնության եւ երկարաժամկետ ռազմավարության հարց է։ Ամառային տապին, որպես կանոն, աղիքային վարակների դեպքերը նկատելիորեն ավելանում են։ Բժիշկները շարունակում են զգուշացնել ու հիշեցնել, անզգույշ մեկ քայլն անգամ կարող է հանգեցնել օրգանիզմի թունավորման կամ վարակման։ Նման դեպքերին հիմնականում նպաստում են պատշաճ մակարդակով չպահպանվող սնունդը, չլվացված մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև կեղտոտ ձեռքերը։ Մասնագետները պարզաբանում են, բարձր ջերմաստիճանը նպաստում է սննդամթերքում մանրէների արագ բազմացմանը։ Թունավորումների համար առավել վտանգավոր են դիտարկվում կաթնամթերքը, մսամթերքը, ձուն, ձկնեղենը, մայոնեզով պատրաստված աղցանները եւ սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ մնացած կրեմային հրուշակեղենը։ Առաջի հերթին գրեթե բոլոր հիվանդությունների համար առաջնահերթը անձնական հիգիենայի պահպանումն է։ Ձեռքերի լվացում, տանը կամ կազմակերպությունում հիգիենայի կանոնների պահպանում, սննդամթերքի պահպանում, անվտանգ ջրի օգտագործում, այսինքն եթե հայտնի չի թե տվյալ աղբյուրի ջուրը ինչ ջուր է, ուրեմն պետք է խուսափել այդ ջուրը խմելու համար օգտագործելուց։ Հատկապես նակի համար տաք շրջանում մարդիկ գնում են դարս այսպես խնջույքի, բուսախնջույքի ենք օրինակ պիկնիկներին, եւ այնտեղ բնական աղբյուրների օգտվելուց պետք է իրանք հաշվի առնեն, որ այդ աղբյուրները պաշտպանված չեն։ Բժիշկները հորդորում են նաև ինքնաբուժությամբ չզբաղվել, հատկապես հակաբիոտիկներ ինքնուրույն չօգտագործել։ Դրանք միշտ չէ, որ արդյունավետ են եւ հետո կարող են դժվարացնել նաև բուժման ընթացքը։ Սննդամթերքի պատրաստման հարցում պետք է անպայման ունենան բավարար չափով գործիքներ կամ ասենք բիտույքներ, ինչ-որ պարագաներ սննդամթերքի մշակման, որպեսզի չխառնվեն։ Ումը, ասենք, եւ սննդամթերքի հետ օրինակի համար աղցան պատրաստելուց օգտագործում եւ ում բանջարեղեն օրինակի համար չէ եւ ասենք եկած միսա կամ ինչ-որ բաներ են, այդ դեպքում պետք է եթե չունեն համապատասխան քանակի տանակ, տախտակ, ապա ուրեմն պետք է անպայման ամեն մի մթերքի մշակումից հետո լվանան։ Մասնագետները նշում են, երեխաները, տարեցները, քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ առավել խոցելի են։ Նրանց մոտ հեղուկի կորուստը կարող է շատ արագ հանգեցնել ծանր բարդությունների։ Մասնագետները հիշեցնում են, աղիքային վարակներից խուսանավելն ու պաշտպանվելը մեծ մասամբ կախված է հենց մեզանից։ Մաքուր ձեռքեր, ճիշտ պահված սնունդ եւ մաքուր ջուր։ Դրանից բացի առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Դա կարող է կանխել ոչ միայն հիվանդության տարածումը, այլև դրա ծանր հետևանքները։ Մայրաքաղաքում օգոստոսի 5-ին առողջապահային դեպք է եղել։ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 1-23 հասցեում դի է հայտնաբերվել Երևանի քրեական ոստիկաններն էին ժամանել վարչության պետի եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի գլխավորությամբ։ Արդեն դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, բաժնի պետի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզել են, որ մահացածը 59 տարեկաներն է, Հայաստանում հայտնի Բոնուս սուպերմարկետների ցանց հիմնադիրներից էր ու գլխավոր տնօրենը։ Իմ տեղեկություններով զենքը հրազենը ամերիկյան արտադրության է եղել, բայց էլ եմ ասում, սա առեղծվածային մահվան դեպք է։ Մի քանի օր առաջ է ցուցմունք տվել, որ մենք ուժող ենք եղել, էլի։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հրապարակվում, իսկ իրական պատճառները իրավապահները պարզում են։